Քաղաքական վիճակը այնպիսին է, որ այն ազգերը, որոնք ուզում են երկիրը պահել, կռիվ են տալիս, պայքարում են, մեր աչքի առաջ Իրանն է։ Դժվար օրեր է Իրանը ապրում, գիտեք, գերտերության հետ է պայքարում է։ Եվ նրանց առաջնորդը ինչ ասեց, ինչ եմ անում այս ծեր մարմինը։ Նա պատրաստ էր գնալ զողության եւ գնաց։ Այս կլոունի պես չէր, որ ասեց կյանքս կտամ ու պահել այրա, ողորմելի գետնակար կյանքը, որը ոչ մի կերպ չես կարող հերոսացնել։ Մարդը հիվանդ մարդ է դարձել, իր մտքերի ձեռը, իր ստի ձեռը, իր անկատարելության ձեռը, նրանք ովքեր փորձում են իրենց ինչպես Դե արդեն նրանք եղել են ամենասկզբում, հիմա կարծում եմ այդ ամեն ինչի գնահատականը իրան իսկապես էլ կարողացել է ոչ թե խենթացնել, հիմարացնել երևի կամ չգիտեմ հիվանդ դարձնել եւ գգա օրը որ գուցե եւ գնահատականներ նաեւ բժիշկները կտան, բայց մեր ժողովուրդը պետք է մի քիչ խելոք գտնվի եւ այլևս չտանջի սրանց։ Նախ թույլ տա որ կանգնեն արդարադատության առաջ ու հասկանանք սրանց կատարած հանցանքի չափը եւ այն իրավական համակարգը, որը ծառայեց այս հանցախմբին, սրանք հավասարապես պատասխան են կրելու եւ ելի եմ ասում հանիրավի դատված մեր հայրենակիցների ուրեմն մահվան պատճառ դառած հիշենք Արմենին եւ ուրեմն տարբեր հիվանդությունների հիմա Սամվելյանն է այստեղ տարբեր հիվանդություններ ձեռք բերեց եւ էլի տարբեր մեր հայրենիներ եւ այս պահին Սրբազանը որ ազատ մարդ է այդ ինքը չի մեկուսացված այդ մենք ենք մեկուսացված չունենալով իր ճկնախ հաղթական ներկայությունը մեր կողքին Բղավում էր այն մասին, որ ինչ անցանք է գործել եւ ինչ իրողության է, հիմա մենք կադրերը կտեսնենք եւ այս պատկերից հետո Նիկոլ Փաշինյանը ասում է թրենդ է դարձել ամենտեղ այսօր sense ծնողներ են գալիս խոսում Քրիստինե Վարդանյանը ճիշտ ասաց, բայց լավ առանց տեսնելու ասեմ, հարգելի մայր։ Լավ։ Տեսնենք իրավաբանները։ Թող տեսնեն։ Հայրիկ ջան, ձեզ ուր են տանում։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր են տանում։ Ով եք ու կղետ։ Ինչ եք տանում։ Ես իմ մահաժն եք տնում։ Ինչ եք տանում։ Իները խուսարեց մարան, բաներ տանցան տնում։ Գիտեք, հիշեցի այն դեպքը, երբ սրանք եռաբլուրից էին քարշ տալիս ծնողներին, նման մի բան էր բերանը փակում են, տանում են, եւ հիմա որ դուք ասում եք ադրբեջանցիները գգան այնա եկել են, էլի, այսինքն որգան ինչ են, այս նույն բաներն են անելու, քարշ են տալու, այս են անելու եւ ընդհանուր տեղից հեռու մի տեղ էլ ոչնչացնելու են, էսա լինելու։ Դե հիմա էսա եթե են ազգերը ովքեր իրենց երկրին, իրենց հողին տեր չեն ուզում լինել, ուրիշը գգա կլինի։ Խոսքը կա, չէ, եթե դու քո զորավարներին Քո կռվողին չես կերակրում, քո բանակին, ուրեմն կգնա գգա ուրիշի բանակ են կերակրես, հիմա մենք ուրիշի բանակ ենք կերակրում, այսպես գալիս հարձակվում են հայերի վրա, տանում են, խոշտանգում են, լռեցնում են, այո, որովհետև ասում են դուք արժանի չեք երկիր ունենալու, որովհետև դուք պայքարից դուրս եք մղվել։ Սա գալիս է եւ կարողանում է պատտվել էլի իր երկրում, կարողանում է երկրի կենտրոնում կանգնել ասել կզցնելու եմ եւ այս մարդը չի խափում այս դեպքում։
Ես էլի եմ ասում, նա արդեն ավելի բաց է խոսում եւ բաց է ասում։ Եթե մենք այսքանից հետո չենք կարողանում հասկանալ, լավ, սա ինչ անի, իր հիվանդ հալին։ Հիմա ինչ անի, էլ ինչ ասի, էլ ոնց ասի։ Արա ինձ կապել են, ինձ այնտեղ Անգլիա, ծրագիր տվել են, ասում են, «Պետք է կատարես», ես ինչի Անգլիա անում տվեցի, որովհետեւ պատերազմից անմիջապես հետո էր, երբ ելույթներ էին ունում արտգործնախարարը տարածաշրջանի մասին խոսելուց Հայաստանի անունը չտրվեց։ Սա գիտեք ինչքան զարմանալի էր ինձ համար ոնց թե խոսում են այս շրջանում Անդոր Կովկասյան տարի եւ չկա Հայաստան իրենց համար չկա եւ մենք այդ ծրագրի մեջ ենք գնում մխրճվել ենք գնում ենք այդ արևմուտքի որ չկա այն Մակրոնը գալիս հրա գլուխը շոյում է երևի պաչելն էլ դուր է գալի պաչպչվում է այդ բանը անում բայց մենք գիտենք չէ այդ նույն մակրոնականները ինչ էին արել Կիլիկյան հանձնեցին Արցախը հանձնեցին հիմա էլ եկել աստեղա գլուխը շտոյում վերջում էլ կասի տեսակ հայեր Արցախը խաղաղեցրեցի Կիլիկյան տեսեք դարձել է ձեր համար ընդամենը երկ հիմա Արցախի երկը թեպետ Գուրգեն Գաբրելյանի են ցավոտ երկը գրված էր դերեն ժամանակ բայց այդտեղ պայքարի շունչը կար նաև այն ցավը տառապանքը բայց նաև այդ հրաշալի մանկագիրը կարողացել էր իր հորովելով ցույց տալ այո այդ ուժը, որով պիտի կարողանան պայքարել։ Հիմա Հայաստանի մասին երկեր կգրեն, կասեն, որ բայց ոնց կարելի է, էլի, ոնց կարելի է այսքան հիմարանալ, ոնց կարելի է չսիրել։ Այդ մեծ սիրո բացակայությունն էր, որ այս ատելությունը կարողացավ տիրաբար քայլել մեզանով։ Այս չարքապատկանների բերած ատելությունը իրար հանդեպ, ինչը շարունակվում է եւ կշարունակվի, եթե մենք գնանք եւ քվետանք, գիտեք այդ մահվան վկայականը հերթական անգամ վավերացնելով։ Դե պարզ ասում եմ, ուզում եմ հեռաց տեսնի, ուզում եմ չլինի, ուզում եմ Հայաստանն էլ վերանա, Հայն էլ վերանա, դա ինքը կմնա անդատապարտելի, ոչ մեկ իրենից չի պահանջի, Արցախի գինը ոչ մեկ իրենից չի պահանջի, մեր այն կորուստները, այն թանկ դառնած դառը կորուստները, նա իհարկե այդ որ ասում է 4000, 5000 եւ դրա վրա այդ հազարների վրա բազարը անում, մի հոգու երկու հոգու մասին չի խոսքը, հազարների մասին, կանգնել է բարած քանչի 4000-ը, այսքան չի, դու մեզ էլ ես սպանը, պալաս, բայց ես մի տեղ որ ասեցի, ինձ Կարին Տոնոյանը ուղեց, ասում է գիտես ինչ լավ կլիներ, որ մեզ էլ սպանեին, եւ ես իր հետ համաձայն եմ, սա ավելի դաժան է, տեսնել ինչպես են քաջերը լռում եւ ինչպես են շարլատան սրիկաները հելել հերթական անգամ մոլորեցնում մեր ժողովրդին։ Հուսով եմ, որ սթափությունը գործելու է։ Հուսով եմ, որ հայի գենը արթնանալու է ձեր մեջ եւ Հայաստանը փայփայելով պահելու ենք։ Ինքը տեսեք ինչ բարի է մեր ժողովրդի հանդեպ, ինքը չի ասում, որ մարդկությունը ստեղծվեց այդ ժամանակ հայերը չկային, այդ ժամանակ լեզու էլ չկար, հայերեն էլ չկար, տառեր ընդհանրապես չկային եւ տառեր ստեղծող մաշտոցին էլ են ատում եւ հայ մեծերին էլ են ատում, որովհետեւ մեզ ուզում են տեսնել մի սովորական ազգ Բայց այս ազգը, որ աշխարհի պատմության մեջ, մարդկության պատմության մեջ մեծ ներդրում ունի, ավանդ ունի դրական իմաստով, կարողացել է այո լուսավորել այս մոլորակը, մարդկանց հոգիները, հիմա անգել են այս խավարամի չարքապատկանների հետևից են գնում, հասկացանք լավ մի քանի մոլորյալներ, բայց մեր ազգը չունի այդ սթափ մտածողներին, իհարկե ունի եւ ես հավատում եմ ձեր տիրական քայլին եւ ոչ էլ նայեք թե ով է ձեզ դրսից ներսից կառավարում ձեզ թող կառավարի Հայկ Նահապետը հայ ժողովուրդը եւ եթե ական եք ուզում եղեք ուրեմն Հայկ Նահապետի զինվորը եղեք Եռաբլուրի քաջերի զինվորը եւ պայքարեք ու կտեսնեք որ հաղթանակը ինքն է գալիս
Փարվում ձեզ։ Սիրելի ժողովուրդ, ճիշտ ընտրություն կկատարեք։ Եվ այս անգամ թույլ չտաք չարքապատկան հողատուներին, հայրենադավերին տիրական դառնալ մեր երկրում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։